Ողջույն, այսօր լրատու հաշվետուի հերթական թողարկումն է։ Այսօր տեղավորում աշխատելու են Դավիթ Խալացյանն ու Նարեկ Ալամքարյանը։ Այս շաբաթ մեկնարկեց ստուգատեսային ճամբարը։ Շաբաթը հագեցած էր ու ինքնատիպ։ Առավոտյան պարապմունքները համակարգում էին ստուգատեսի պատասխանատուները և սովորողները, ամեն օր հետաքրքիր տար հաղորդելով մեր միասնական հավաքներին։ Ստուգատեսային թարգմանական, թատերական, կինոֆոտո, երաժշտական փառատոների հագեցած ծրագրերը հաջորդում էին իրար։ Այս ամենին զուգահեռ ընթանում էին 9-րդների ավարտական քննություններն օտար լեզվից։ Կինոֆոտո փառատոնի շրջանակներում հարմարեց սրահում տեղի ունեցավ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի դիտումը, այնուհետև ավելի նեղ խմբով ռեժիսորի հետ քննարկում զրույցը։ Երկրորդ օրը սկսեցին երաժշտական ընդհանուր պարապմունքով։ Քոլեջային մասում ընթանում էին դիպլոմային նախագծերի պաշտպանությունները։ Ստուգատեսային շաբաթին թարմ ու նոր շունչ հաղորդեցին Մերարդ միջավայրային բազմաթիվ հետաքրքիր ու նորարար նախագծերը, ստուգատեսի մասնակից մեր վրաց գործընկերները։ Հետաքրքիր էր թարգմանական ստուգատեսի առցանց ֆլեշմոբը, որի շրջանակներում ստուգատեսի մասնակից սովորողներն օրը ներկայացրին տարբեր լեզուներով։ Կինոֆոտո փառատոնի նյութերի դիտումը համախմբեց արվեստասեր սեբաստացիներին։ Օրը շարունակվեց մեր վրաց հյուրերի հետ, նրանք ներկայացան նաև թատերական ստուգատեսին։ Օրը ամփոփվեց երաժշտական կենտրոնի համերգ հաշվետվությամբ։ Երրորդ օրվա ընդհանուր պարապմունքը վստահված էր կինոֆոտո փառատոնին։ Արտ-միջավայրային նախագծերը շարունակվեցին նաև նոր թափով։ Եղան կինոֆոտո դիտումներ, ներկայացումներ, համերգ, ծափեր ու հագեցած ստուգատեսային օր։ Օրը նշանակալից էր մանկական երկաթուղում մեր ստուգատեսային երկու պարով, մեր միասնականության ներկայացմամբ։ Չորրորդ օրը սկսվեց թատերական ընդհանուր պարապմունքով, որը շարունակվեց հանդիպումով ֆրանսիացի արվեստագետ քանդակագործ Մահալիա Կոնկելիի հետ։ Վրացիներին ճանապարհելուց հետո սկսեցին 9-րդ դասարանցիների քննությունները հայոց պատմություն առարկայից, որի ժամանակ տեղի էր ունենում նաև թատերական ստուգատեսի նյութերի դիտում մեդիադահլիճում։ Դիտումից հետո Գեղարվեստի ավագ դպրոցում տեղի ունեցավ նկարչական ցուցահանդես, որին հաջորդեց հանդիպումը արտ-թերապևտ Արմինե Առաքելյանի հետ։ Հանդիպումից հետո Մարմարյա սրահում տեղի ունեցավ երաժշտական ստուգատեսի ամփոփիչ համերգը, որվա վերջում ընդունեցին կորիսեցի ճամբարականներին։ 5-րդ օրը ընդհանուր պարապմունքից հետո ավագ դպրոց վարժարանի ակումբում տեղի ունեցավ թարգմանների ամսագրի մրցույթի արդյունքների ամփոփումը, որին հաջորդեց գրքի քննարկումը Տիգրան Հայրապետյան ընթերցասրահում։ Քննարկումից հետո մեդիադահլիճում տեղի ունեցավ հանդիպում ռեժիսոր Գարեգին Գրիգորյանի հետ։ Այդ ընթացքում սովորողները Սեբաստիան մարզահամալիրում հեծանվային պարապմունքներով էին զբաղված։ Իսկ Սեբաստիան ամերգասրահում տեղի ունեցավ երաժշտական փառատոնի ամփոփիչ համերգը, որն ավարտվեց մեդիալփաթ համերգով։ Այսօր անդրադարձել ենք ավագ դպրոց վարժարանի սովորողների բլոգներին։ Երբ գնում ես ժպիտով ներս ու փորձում գտնել դրա պատճառը, հասկանում ես, որ անկեղծ ժպիտը կարող է նաև անպատճառ լինել։ Բայց իմ լայն ժպիտի թաց լռությունը ամփոփված է սրտիս մեջ ու քո հասկացող, հայլող աչքերի խոսուն լռության խորքերում։ Հիշիր, որ լռություններն էլ խոսում են։ Ժպիտի ու ժպիտի լռության մասին իր բլոգում պատմում է Մարիամ Գևորգյան։ Հնարավոր է, որ երեխաների կողքին մենք մեզ գեղեցիկ ենք զգում, երբ առավոտյան արթնանում ենք ոչ այնքան լավ տեսքով, գզգզված մազերով, աչքերի տակ սև շրջաններով, երեխաները դա չեն նկատում։ Նրանք տեսնում են մեզ ներսից, նայում են ամենախորքը, իսկ ֆիզիկական տեսքը նրանց քիչ է հետաքրքրում։ Այսպես է խոսում երեխաների մասին Բրիջիթ Ուայթը, թարգմանությունը Էմմա Իսախանյանի, ամբողջական է Էմմայի բլոգում։ Վախենում եմ, որ լույսը կքերթի գույներս ու սպիտակս, ու կդառնամ անգույն, կդառնամ այն ոչինչը, որը կա։ Վախենում եմ այն մարդկանցից, ովքեր իրենց մեջ իրենց կոկորդում լույս են պահում, որ այդ լույսը այս կողմ այն կողմ են ցտնում։ Կարող է կպնի ինձ, ու պլոկվեն գույներս, ոնց որ արևից վառված մարմինն է պլոկվում։ Իր գույների մասին պատմում է իր բլոգում Գովար Սահակյանը։ Այս երկնագույն տարածքում միայն ես եմ, պատված անվերջանալի երազանքներով, փաստորեն միայն երազանքներս էին, որ մնացին կողքից։ Դիմացս անորոշություն է, բայց դեռ ունակ եմ երազել, նշանակում է, որ ամեն ինչ չէ, որ կորած է, չէ, չեմ վախենում։ Երազանքների երազած երազանքավոր երազանքների մասին իր ուտոպիայում խոսում է Անի Խաչատրյանը։ Դիարբլեյանի բլոգի ձեզ համար առանձնացրել ենք հետևյալ ձևակերպումները։
Ամենօրյա աշխատանքային ռեժիմում, սիրով, առանց նեղանալու, ինձ կարելի է և պետք է ասել, ինչու նեղանաք, երբեք, այդ մեկը մի արեք, լսել կարողանում եմ նաև աղմուկի մեջ, զայրույթի պահին, վճռական գործելիս, միշտ իմականջները բաց են, ես լսում եմ, խոսեք, երբ ես ասում եմ ուսումնական ամառային դպրոց, նկատի ունեմ, որ կրթահամալիրը իր բոլոր հնարավորություններով, ուժով, բաց ու մատչելի է լինելու յուրաքանչյուր սեբաստացու, ուսումնական յուրաքանչյուր նախաձեռնության աշխատանքի համար։ Սրանով հաստատ մենք եզակի ենք, օգտվեք բոլոր արվեստանոցներից, բոլոր գործիքներից, կրթական միջավայրը իրուտ կրթական օբյեկտներով խնամված հասանելի է լինելու առավոտյան 8-ից երեկոյան 8-ը, կացարանների մասին էլ ոչ եք մոռացել։ Այսօր լրատվահաշվետուի առաջին եթերաշրջանի վերջի թողարկումներ։ Տարվա ընթացքում ձեզ հետ աշխատեցին Նարե Հովհաննիսյանն ու Դավիթ Խալացյանը։ Սպասեք մեզ նոր ուսումնական տարում։ Ցտեսություն։